Սիրելի հայրենակիցներ, այժմ ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ողջունենք նրան։ Ողջույն սիրելի կապան, ողջույն սիրելի սյունեցիներ։ Ամեն անգամ կապան գալուց ես տեսնում եմ լուրջ փոփոխություններ կապանում, քաղաքը սկսում ավելի գունավորվել, ավելի շնչել եւ այդպիսինն են մեր բոլոր քաղաքները վերջին մի քանի տարվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք եւ միջոցներ չի խնայել մեր բոլոր բնակավայրերի գույներ եւ շունչ տալու համար։ Եվ այսօր բնակավայրեր կան, որ շրջելի փոփոխություններ են կատարվել, անպատկերացնելի այդ բնակավայրերում եւ գունավորվել են, գրեթե բոլոր բնակավայրերում։ Եվ պետք է ասեմ, որ մեր կառավարությանն է, մեր իշխանությանն է հաջողվել մեր ժողովրդի աշխատանքի գնով ստեղծված բյուջեն ուղղել դեպի մեր երկրի հզորացմանը, այլ ոչ թե էլիտաների գրպանները։ Եվ սա շատ ակնհայտ է այսօր։ Պետք է մենք այսօր հաստատ փաստենք, որ երբևէ մեր երկիրը այսքան խաղաղ չի եղել, խաղաղությունը այսքան իրական չի եղել, ինչպես հիմա։ Երբևէ այդքան աշխատանքներ, քաղաքաշինական միջոցառումներ չեն իրականացվել այս երկրում, ինչպես հիմա։ Երբևէ մեր երկիրը այսքան պաշտպանված չի եղել, այնպես ինչպես հիմա։ Երբևէ մեր զինվորականը այդքան ապահով եւ ուժեղ չի զգացել, ինչպես հիմա։ Երբևէ մեր բանակը այդքան զենք, զինամթերք չի ունեցել, ինչպես հիմա, ինչ խոստացվել է, դա արվել է, դարձել է իրականություն։ Բայց երբ ենք դա արել։ Դա արել ենք պատերազմների, արտակարգ իրավիճակների, աղետների, Ղարաբաղից մեր հայրենակիցների, տասնյակ հազարավոր հայրենակիցների տեղահանման, շրջափակման, մի խոսքով այս իրավիճակներում է այս կառավարությանը հաջողվել այսքան մեծ արդյունքներ հասնել այս ոլորտում։ Հիմա ընդդիմություն կոչված ուժերը, ես նրանց չեմ էլ ուզում ընդդիմություն անվանել, իրենց շատ գեղեցիկ անուններ են շնորհել Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, բայց սիրելի ժողովուրդ, այդ ուժերը Հայաստանի բարգավաճման, ուժեղացման հետ կապ չունեն։ Այդ ուժերը ստեղծվել են ուրիշ երկրի ուժեղությունն ու բարգավաճումը ապահովելու համար։ Այդ ուժերը Հայաստանի ուժեղության համար չեն, ժողովուրդ ջան։ Եվ սա շատ տեսանելի է, եւ ցավոք սրտի պատմությամբ էլ ենք սա տեսել, փաստացի ենք սա տեսել։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, սա միայն քաղաքական կուսակցությունների միջև պայքար չէ այս ընտրությունները։ Այս ընտրությունները ընտրություն է պետականության, ինքնիշխանության, խաղաղության եւ ձեր ազատ եւ արդար ընտրությունների իրավունքը պաշտպանելու մասին։ Եվ մի մոռացեք, որ պատմության մեջ առաջին անգամ այս իշխանությանն է հաջողվել պաշտպանելու ձեր ազատ եւ արդար ընտրության իրավունքը։ Իսկ այդ ուժերը, եթե նույնիսկ հիպոթետիկ իրենց պատկերացումների մեջ պատկերացնեն, որ մի օր կգան իշխանության, ինչը հնարավոր չէ իհարկե, առաջին բանը, որ անելու են, զրկելու են մեր քաղաքացիներին ազատ եւ արդար ընտրելու իրավունքից։ Այսօր մենք ենք որոշում մեր երկրի ճակատագիրը, դուք եք որոշում ճակատագիրը, դուք եք որոշում ով պետք է լինի պատգամավոր, ով պետք է լինի վարչապետ եւ ընդդիմություն։ Բայց այդ ուժերի թիվ 1 տեսլականը նա է, որ եթե հաջողվի ինչ-որ տեսականորեն, առաջին բանը զրկելու են մեզ ազատ եւ արդար ընտրելու իրավունքից։ Մեր երկրի ճակատագիրը որոշվելու է այլ երկրում, այլ գրասենյակներում, այլ հատուկ ծառայություններում եւ այլն եւ այլն։ Ինչը որ մենք տեսել ենք։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մտեք ընտրատարածք, քվեարկեք համար 16 քվեաթերթիկի օգտին եւ տեր կանգնեք այսքան դժվարություններով եւ զոհողություններով ձեռք բերված խաղաղությանը, ինքնիշխանությանը, մեր անվտանգությանը, պաշտպանությանը։ Այսօր Հայաստանը արդեն խեղճ ու կրակ հալածված գործիք չէ, այլ պետությունների կամ չգիտեմ իշխանների ձեռքում։ Այսօր Հայաստանը միջազգայինորեն ճանաչված սուբյեկտ է
եւ տարածաշրջանային ու միջազգային դերակատար, ինչը դուք ամեն օր տեսնում եւ նկատում եք։ Շնորհակալություն։ Ամսի 7-ին քվեաթերթիկ համար 16։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։